Օրերս անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է համացանցի կարգավորման հարցը, մասնավորապես մինչև 18 տարեկանների մուտքի սահմանափակման հնարավորությունը։ Ըստ այդ տեղեկությունների կարող է առաջարկվել անչափահաս օգտատերերի պարտադիր նույնականացում, այսինքն ինչ-որ մեխանիզմով պետք է ստուգվի օգտատերը չափահաս է թե ոչ, սակայն թե ինչ գործիքակազմով պետք է իրականացվի այդ ստուգումը դեռ հստակ չէ։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Օրագիր Նյուզի հետ զրույցում նշեց, որ նման քննարկումները նոր չեն և տեղավորվում են միջազգային զարգացումների շրջանակում։ Սա գլոբալ ուղղվածություն է, որը սկսվեց Ավստրալիայից, որտեղ անցյալ տարվա վերջից սահմանափակվեց երեխաների մուտքը սոցիալական ցանցեր մինչև 16 տարեկանը, հետո մի շարք երկրներ հետևեցին այդ օրինակին՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան էլ է պատրաստվում։ Ընդհանուր առմամբ մոտ 10 երկիր արդեն ընդունել է կամ պլանավորում է նման սահմանափակումներ։ Սահմանված տարիքը հիմնականում 15 կամ 16 տարեկանն է, տեղեկացրեց Մարտիրոսյանը։ Այս ամենը հիմնված է տարբեր ուսումնասիրությունների վրա, որոնք խոսում են նրա մասին, որ երեխաների վրա այս ամենը լավ չի անդրադառնում։ Նրա խոսքով այս որոշումները հիմնված են ուսումնասիրությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ սոցիալական հարթակները կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխաների վրա։ Ի դեպ, ընդդիմադիր դաշտում մտավախություն կա, որ անչափահասների պաշտպանության պատրվակով կարող է ընդլայնվել ընդհանուր վերահսկողությունը, հատկապես ընտրություններից առաջ տեղեկատվական դաշտի նկատմամբ։ Մտավախություն բոլորը ունեն, բայց եթե մեր մոտ նույնիսկ այդ որոշումը վաղը ընդունվի, դա դեռ նշանակում է, որ ամիսներ պետք է կառավարությունը բանակցի հարթակների հետ, որպեսզի ինչ-որ համաձայնություն գա, ինչ-որ մեխանիզմներ գործածելու։ Այսինքն այդ հերիք չի, որ դու որոշում ես կայացնում, դեռ օրինակ նույն Facebook-ը կամ Instagram-ը պետք է այդ որոշումը ընդունեն, առաջարկեն մեխանիզմներ դրա իրականացնելու, ինչ-որ համաձայնության գան, այդ մեխանիզմները սկսեն գործել։ Դա հաստատ մինչև ընտրություններ լնող բան չի, էլի։ Փորձագետը նաև չի տեսնում գործընթացի մեջ ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Ինքը քաղաքական կարող է ունենալ զուտ, բայց էլի տեսական բան եմ ասում, հաշվի առնելով, որ թեման հիմա ամեն տեղ կա, զուտ նախընտրական PR-ի տեսանկյունից, որովհետև կարծում եմ ծնողներից շատերն են մտահոգված այս ամեն ինչով։ Շատ երկրներ հիմա հետևում են այն պետություններին, որոնք արդեն ընդունել են նման որոշումներ, որպեսզի հասկանան, որքանով է դա արդյունավետ և ինչ արդյունք է տալիս։ Սա դեռ ձևավորման փուլում գտնվող քաղաքականություն է, եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։